Սրտաշունչ ձմեռը ծածկել է տաշտերն ու անդառները սպիտակ լռությամբ, բնությունը կարծես սառել է, սակայն այդ լռության խորքում կյանքը շարունակում է իր ընթացքը։ Ձմռան ամիսներին շարունակվում է որսորդությունը, որսորդները դուրս են գալիս ձյունապատ տարածքներ, դիմակայելով սառնամանիքին ու բարդ պայմաններին։ Այդ շրջանում հիմնականում որսում են տարբեր տեսակի թռչուններ և նապաստակներ, պահպանելով սահմանված կանոնները։ Հիմա ճիշտն ասած չգիտեմ, քանի տարի արդեն չեմ զբաղվել այդ որսով, բայց ասենք օրենքները հայ կոնկրետ չգիտեմ, նոր ժամանակին մեր ասենք ես որ այդ բանով հետաքրքրվի որսով նապաստակի, աղվեզի, անգամ ջանավրի, բայց հիմա չգիտեմ նախտարությամբ իմ կարծիքով ես մի բան եմ գիտեմ, որ ասենք ջանավրի կատեգորիски է մի զապրետ է որսը, բայց աղվեզն ու նապաստակը չգիտեմ։ Նու մեկ էլ ասենք Ձմեռը էրզգի վրա էլ որ բաց տեղան կա չէր, այդտեղ ասենք լրիվ չի ստայր դեպը, կարող կմնան։ Այդ կանն էլի մեր մոտ որսի մոմենտները։ Ձմեռային որսը շատերի համար ոչ միայն զբաղմունք է, այլ տարիների ընթացքում ձևավորված ավանդույթ։ Փորձառու որսորդները նշում են, որ այս եղանակին կարևոր է լինել առավել զգոն և պատասխանատու, չվնասելու բնության բնական հավասարակշռությունը։ Ըստ կանոնների արգելվում է կիշադիչ կենդանիների որսը, որպեսզի պահպանվի վայրի բնության ներդաշնակությունը և կենդանական աշխարհի բազմազանությունը։ Սեզոնի գայիքսնա օզդասամ ավգուստոս Կադամփրել փնինուելեզեմ խոլոս ակչոնտա Սակարթվելոսի դաշևուլիա Որսորդական սեզոնը հիմնականում սկսվում է ամռան վերջին օգոստոս ամսից։ Այդ ժամանակ անտառները դեռ կենդանի են, լի ձայներով և թռչունների շարժումներով։ Որսի հիմնական թիրախը անտառային թռչուններն են, որոնց որսը թույլատրված է սահմանված կարգով։ Սեզոնը շարունակվում է ամիսներ շարունակ, անցնելով աշնանն ու ձմռան միջով, հասնելով մինչև մարտի 1-ը։ Սեզոնը թարդեբա პირველ մարտ։ Ձյունածածկ կանտառներում ամեն ձայն հնչում է ավելի հստակ, իսկ յուրաքանչյուր հետք պատմում է իր պատմությունը։ Ձմեռային որսը հիշեցնում է, որ մարդը բնության հյուրն է և պարտավոր է հարգել նրա օրենքները։ Պատասխանատու մոտեցումը և սահմանված կանոնների պահպանումը հնարավորություն են տալիս պահպանել թե որսի մշակույթը, թե բնության գեղեցկությունն ու կենսունակությունը սերունդների համար։